Ձիականովը այնքան անկեղծություն ունեցավ, կյանքի վերջում գրեց հիշողություններ, որը հենց հիմա դրված է Մոսկվայի պետական համալսարանի կայքիջում, MGV կայքում, կոչվում է «Վասպամինայնիա» հիշողություններ, որտեղ խոստովանում է, որ մի շարք բաներ գրել է պատվերով։ Նույնիսկ գրել է «Իստորիա Մեդիայի» Մարաստանի պատմություն գիրքը, որի նախաբանում բան է կարդում, որ մազերիդ բիզբիզ է կանգնում, ասում է Մարաստանը խաղացել է բացառիկ կարևոր դեր ադրբեջանական ազգի ձևավորման գործում։ Формирование азербайджанской нации, նույնիսկ народը չի ասում, էլի։ Հիմա տեսեք, այդտեղ ես շատերին որ ասում եմ, չի լինում այդպես, այս մարդը, նայեք 64 թվին տպել է, ծախվել է, իսկ եթե մարդը ծախվում է մի անգամ, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ էլ կարող է ծախվի։ Ինքը խոստովանեց, որ պատերազմից հետո Ստալինը փակել էր մեր բաժինը սիոնիզմի մեջ մեղադրելով ընդ որում, որտեղ ինքն էլ հրեական ծագում ուներ, ասում է սոված էինք, եղբայրս եկավ իր ընկերոջ հետ, ասին Ադրբեջանի ակադեմիան պատրաստ է լավ վճարել, որ իրենց պատմությունը հնացնեն, եւ իրենք արել են։